Հասարելիներս մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք ծնվել եւ մեր անելիքը ինչ է։ Եվ եթե ապրում ենք հենց այնպես, դա շատ ծանր բան է, անիմաստության պահեր կլինեն, հիասթափության պահեր կլինեն, բայց ահա երբ որ դու ունես քո անելիքը գիտես, մասնագետես ինչ-որ մի բան է եւ ահա նաեւ լսված ես մեծ սիրով դեպի մարդիկ ծառայելու նրանց, դա բավականին մեծ իմաստություն է բերում եւ քեզ եւ քո կյանքին եւ քո մահվանը։ Ես զարմանում եմ հայ ժողովրդի մեջ ինչքան այս վախը կա մահվան։ Եվ բանն այն է, որ մենք պետք է սովորենք իմաստությունը սովորելու բան է, իմաստությունը սովորելու ասպարեզ է։ Մենք իմաստուն չենք ծնվում։ Աստվածաշունչ, այն ինչ որ գրված է այնտեղ, դա Աստծո ներշնչանքով է արվել։ Եվ ահա, ես ինչ եմ ուզում ասել, ես իմ դարձի առաջին պահից, երբ որ տեսա իմ աչքով դժոխքը, եւ ահա իմ առջև կանգնեց արծաթավուն տրոփող լույս եւ ինձ հետ խոսեց, այսինքն թե այն շնորհների համար, որ ես ունեմ, դա ձրի տրվել է ինձ։ Եվ չգիտես ինչի համար մեկին տալիս է այսպեսի ձիրք, մյուսին ուրիշ ձիրք, տվյալ դեպքում այն ինչ որ ես ապրել եմ մոտիկությունը Քրիստոսի հետ, դա եղել է իմ կյանքի U-turn 100%-ով շրջադարձ, որովհետև ես դրանից հետո ամեն օր, ամեն վայրկյան սովորել եմ։ Եվ սիրներ, սա վերջ չունի։ Եթե դուք իսկապես վերաբերում եք Աստվածաշնչին որպես Աստծո շունչ, այնտեղ այնքան գաղտնիքներ կան։ Եվ ահա ես իհարկե ձեռնոտ չեմ նետում Աստծուն ամեն ինչ հասկանալու, բայց երբ որ ունեմ ինֆորմացիա, կարևոր ասենք խորհուրդների մասին, մեծ հետաքրքրությամբ ես լսում եմ։ Օրինակ անցյալ օրը ես լսում էի հրեական ծագումով մի մարդու անալիստ մեկնաբան, որը նկարագրում էր այն հատվածը, երբ որ Հիսուսին տանում էին դատաստանի, եւ ահա Պետրոսը նրան ուրանում է։ Եվ Հիսուսը նրան ասաց. «Աքլորը 3 անգամ չկանչես, դու պիտի ինձ 3 անգամ ուրանաս»։ Հիմա ինքն ինչ է ասում։ Ինքը ասում է, որ դա եղավ սինագոգի տարածքում եւ այնտեղ ոչ մի կենդանի չէր կարելի։ Ընդհանրապես կենդանիները արգելվում էին այդ տարածքում եւ ոչ մի աքլոր այնտեղ չէր կարող լինել։ Բանն այն է, որ առավոտյան կողմը հռոմեական կայսրության սովորության համաձայն շեփոր է հնչում եւ եբրայերեն բարբառով այն կոչվել է աքլոր, եբրայերեն բառով է դա կոչվել։ Այդ շեփորի տեսակը համապատասխան է աքլոր բառին։ Եվ ահա, եւ իսկապես դա փաստորեն 3 անգամ հռոմեական այս առավոտյան կոչներ փողի, շեփորի։ Եվ ահա, ինչպես տեսնում ենք, գրության մեջ գրված է աքլոր։ Իհարկե դա չի խանգարում մեր ըմբռնմանը, բայց ինձ այնքան հետաքրքիր է։ Ինչու բաներ կան, այնքան բաներ կան, պատմականորեն մենք պետք է հասկանանք, սովորույթները պիտի հասկանանք, եգիպտական լինի, ասորական, պարսկական, եւ Նաբուդոգոնոսոր եւ այլ այս կերպարները որ կան, ահա ասում է եւ Սավողին եւ Դավիթին, Տերը ասում է գնա ամաղեկներին բոլորին կոտորիր։ Դա ինչ նշանակում։ Ես չգիտեմ դա ինչ նշանակում։ Այս մարդիկ 10 պատվիրանները ինչու չէր ասում գնացեք եւ այդ մարդկանց 10 պատվիրանները սովորեցրեք։ Եթե ասենք հենց այնպես շպրտենք մեր խոսքերը, թե ինչու այդպես չարեց Մովսեսը քարոզել ուրիշներին, մենք չգիտենք ում պատճառը, Աստված գիտի, մենք պետք է վստահենք Աստծուն։ Կամ ինչ հետաքրքիր է, նաեւ այդ հրամարտերն էր բացատրում, երբ որ Աստծո հրամանով Աբրահամը Ղովտը եւ երկին դուրս եկան իրենց ընտանիքներով եւ ահա Աստված Ղովտին ասաց, բոլորին ասաց,
որ ետ չդառնաք, ետ չնայեք, ներողություն, ետ չնայեք, եւ ահա Ղովտիկինը ետ է նայում եւ աղիսյուն է դառնում։ Ինքը բացատրում է, որ ահա կա այս տարածքը, եւ Աստված որոշում է, որ Սոդոմ Գոմորը պետք է ոչնչացնի եւ այս ծծումբի կայծակներն են վառում։ Կա այս ռադիուսը, փաստորեն, որից պետք է հեռու մնալ եւ նա արագացնում էր Աբրահամին եւ Ղովտին, որ դուրս գան այդ մասից։ Եւ հավանաբար, այսինքն ես կասկած չունեմ, որովհետեւ այդ աղիսյունը դեռ միջև հիմա կա Պաղեստինի այդ լեռներում եւ ահա Ղովտիկինը ինչ արեց, ինքը բարձրացավ լեռան վրա այդ սյունը աղի բարձրացավ այդ լեռան վրա, որպեսզի դիտի, այսինքն նա մոտեցավ այն զոնային, որ հարվածի տակ էր եւ աղի այդ բնույթը հենց գալիս է այդ ծծումբի քարացած ծծումբից աղի սյունը, այսինքն թե նայեք ինչքան հետաքրքիր է, որ մի բառը անգամ փոխում է մեր պատկերացումները եւ մենք շատ խճճվում ենք շատ հաճախ եւ իհարկե լավ է որ սովորում ենք, լավ է որ փնտրում ենք, լավ է որ բացվում մեր տեսողությունը, բայց ահա չափի մեջ, եթե ավելի շատ ենք խորանում, գուցե սխալվենք, ինչպես եւ մեր Տերը խոսում էր այս հանելուկներով, առակներով։ Եվ եթե հիշում եք, եթե Ղովտիկինը ուրեմն կնոջը ասվել է ետ չդառնաս, եւ եթե հիշում ես Մատթեոսի մոտ, երբ որ Տերը ասում է, երբ որ տեսնեք սրբապղծությունը սուրբ տեղի մեջ, հեռացեք Հուդայից դեպի լեռները եւ չվերադառնաք որևէ բան վերցնելու։ Հենց միայն այս խոսքը եթե կապենք Ղովտի կնոջ հետ, մենք հասկանում ենք, որ նա քայլել է ետ եւ ընկել է այդ զոնայի մեջ վտանգավոր։ Հա սիրելիներս, շատ հնում ինչպես էր, հնում պատարագի մեջ հատվածը կարդում էին, ավետարանական աստվածաշնչային հատվածը եւ մարդիկ անգամ չունեին աստվածաշունչ, որպեսզի իրենք մտածեին, որովհետեւ դրա արդյունքը լինելու էր բողոքականությունը, ամեն մարդ իր կարծիքով է ասում, բայց այդպես չէ։ Արգելված էր այն ժամանակ աստվածաշունչը կարդալ, այն ինչ որ ձեզ պետք է, քահանան ներկայացնում է պատարագի ընթերցման մեջ։ Քահանա բառը գալիս է քոհեն եբրայերեն բառից, որ նշանակում է տաճարի սպասավոր։ Դուք պատկերացնում եք ուրեմն որքան մեծ օրհնություն ունի քահանան, եթե ունի ձգտում սովորելու։ Եվ ես փաստորեն փառք Աստծո, որ իմ ընթերցանությամբ եւ իմ հետաքրքրասիրությամբ վարվելով Քրիստոսի սիրուց կարող եմ ասել, իմ ինչպես թե հոգեվոր տեսողությունը շատ բացված է։ Իդեպ այսօր ես փորձեցի վերադառնալ Սուրբ Ներսես շնորհալու կաթողիկե թղթին, դա բաժանում է երկու մասի, առաջին մասը ընդհանուր խրատներ են եւ երկրորդ գիրքը, որը զուտ դավանաբանություն է։ Եվ ինչքան ես հասկանում եմ, ձեզ երբեք չեն ներկայացրել երկրորդ գրքի դավանաբանություն, ինչու՞։ Որովհետեւ ներկայացում է Քաղկեդոնը մանրամասներով պատմում է, ասում է, եւ ես փորձում եմ այդ հատվածը թարգմանել իմ հետաքրքրությունից։ Եվ գիտեք ինչ, այդ տեքստը 1800 քանի թվականի գրաբարի տեքստ է, իսկապես տանջանք է, տառապանք է, լսեք ես չեմ հասկանում, մեր ձեռագրերը այս ինչ վիճակի մեջ են, լրիվ սխալներով, կիսատ պռատ, մեկը չկար, որ աշխատեր այս ձեռագրերը, բայց այդ վանականներ են եղել, քահանաներ են եղել, դրանք ինչով են զբաղվում, ես չեմ հասկանում։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև մենք միաբնակ չենք, մենք քաղաքիդոնական հիմքով, եթե անգամ մենք չենք գնացել այդ տեզրաժողովին,
Աթանասն է ասում, Գյուրեղն է բացատրում, եւ տվյալ դեպքում շնորհալին Քաղկեդոնի անունը չի տալիս, բայց բացատրում է Աթանաս ու Գյուրեղ, որ նույն բանն են ասում։ Երկու բնությունները խառնված չեն։ Եթե խառնված են, ուրեմն տեսողական, միայն տեսողությամբ էր մարդ, տեսողականությամբ էր մարդ, էությամբ մարդ չի կարող լինել, որովհետև մարդկային բնությունը կահալ չէր աստվածային բնության մեջ, Աստված իր բնությամբ անմահ է, մարդը իր բնությամբ մահկանաց է եւ երրորդության հետ ունեն նույն բնությունը, սակայն Քրիստոս մարդյացրած բնությունը ունի երկու միասին, միասնական եւ տարանջատված չխառնվող բնություններ։ Ինչքան ես հասկացա, ինքը շատ երկար մոտ 100 էջի վրա խոսում է այս մասին, բայց ես ընտրեցի այն կարևոր մասերը, որ հիմա տեսնեմ, եթե առողջությունս ների, գուցե ես շնորհալի էլ հրատարակեմ։ Փառք Աստծո, որ շնորհալին ծանոթ եմ միջազգային հանրությունը, շատ հրատարակություններ կային, մանավանդ իր աղոթքները, ես էլ եմ հրատարակել կանոնները իր, բայց ընդհանրական թուղթը անպայման պետք է մանավանդ երկրորդ գրքի հատվածները թարգմանել, որպեսզի աշխարհը չասի օրիենտալ հայկական եկեղեցի հակաքաղկեդոնական։ Անցյալ օրը լսում էի այս մի աստվածաբան կա եւ այնքան ջղայնացա, երբ որ ասաց հայկական եկեղեցին հակաքաղկեդոնական է, քեզով ասաց որտեղ ես դա կարդացել։ Մեկը հարցնի իրեն Վիկիպեդիայում, ինչ-որ մի գարեգին բա գրում է, որ մենք հակաքաղկեդոնական է, ինչ-որ մի ուռած բատված կոմիտաս վարդապետ կամ մի հատ մուրացկան Մաթեոս Արամյան Տեր Մեսրոպ, որը այո, քաձի փեշերը, որովհետև դա քահանայի ձև չէր, քաձի փեշերը հավաքած ամբողջ օրը գանձասար էր ստեղծում սրանից փող հավաքելով եւ գողանալով, նրան հետ ապրում էր միայն պալատներ, քանի մարդու գլուխ կերավ այդ մարդը։ Աստված ողորմում է բոլոր ապաշխարեն, ինչ օգուտ եթե մեկին տեսնեմ հավերժանեն վարվելիս, բայց իրենք չեն հավատում։ Իսկ ինչ գործ ունեն հոգևորության հետ։ Այս պաշտոնի հետ ինչ գործ ունեն, եթե չեն հավատում Աստծո պատճառ։ Դրա համար են ասում, դժոխք չկա, իբր թե մահից հետո մարդիկ հավաքվում են մի տեղ։ Ամբողջ կյանքս 50 տարի աղոթում եմ, ծնվես որ տեսնեք լեփ վերք է չոքած։ Ես պիտի գնամ մարդասպանի հետ նույն տեղում լինեմ։ Իսկ ինչ վերաբերում է արդարների կացարանը, որի մասին խոսում է, որ Քրիստոսի չափ դժոխք եւ դա կոչվում է արդարների կացարան, դա այլևս այնտեղ չէ։ Քրիստոսը բացվել է երկինքը եւ շատ մանրամասնորեն ներկայացնում է եւ Արմանդակոնեն եւ Լուսավորիչը, որ մահվան պահին մարդը որոշվում է իր տեղը մինչև մահը չես կարող որոշել, մինչև մահ կարող ես որոշել ապաշխարանքով, մահից հետո արդեն դու ընդունակ չես հասկանալու քո մեղքը կամ խնդրելու Աստծուն, եթե դժոխքում ես Աստված չկա այնտեղ, եթե քավարանում ես նորից դու չես կարող աղոթել, եւ քավարանը կա, Մակաբեացոց երկրորդ գրքի մեջ եւ Ագուստինոս բացատրում է եւ բերում է Պողոս առաքյալից այդ վարվելով պիտի անցնես, լսեք, այս մարդիկ, որոնք հակադրվում են, չեմ հասկանում ինչու են հակադրվում։ Չեմ հոգեհանգիստ ինչի համար եք տալիս, եթե ոչ քավարանի հոգիներին վերև բարձրացնելու։ Իսկ ինչ վերաբերում արդեն երկայնքում դու տեսնում ես կոչվում է beatific vision, երանելի տեսիլ Աստծո։ Քեզ տրված է, որտեղ դու մահացած չես։ Դու անապական վերածնունդ ես ի Քրիստոս եւ Աստված հարգում է իր երեխաներին, իր զավակներին եւ նրանք կարողանում են փրկել հոգիներ, որի մասին ասում է 7 պորտը պիտի օրնվես, եթե փրկես հոգուն։ Մարմնի մեջ մենք կարող ենք վկայել, բայց չենք կարող փրկել, բայց երկնքի հոգիները փրկում են մեզ, պիտի խեղդվես գալիս հանում է, այնքան եղել այդպիսի բաներ, Սուրբ եկել օգնել է, Աստվածամայրը մեզ պաշտպանում է ամեն վայրկյան եւ մեր սրբերը ունենք մեր ընտրված սրբեր, որին փորձում ենք նմանվել, ով մեզ համար էտալոն է։ Եվ սա է ճշմարտության եւ սրբացման ճանապարհ, ուրիշ ճանապարհ չկա։ Հիմա երբ ես ասում եմ բողոքականներ բոլոր գնում են դժոխք եւ դա ճիշտ է,
դա նրանից է մենք հակառակվում են Լուցիֆերի նման նրանք չունեն այս շնորհքները ես չգիտեմ նրանք ինչի են հավատում իրենց բլբլոցին փարիսեցիականների իրական օրինակ են նաև այն հոգևորականները որոնք մտել են քահանայության եւ ոչինչ չեն անում Աստծո համար եւ ժողովրդի համար իդեպ քահանայությունը հոգևորությունը բոլոր կանոնների համաձայն 3 ուխտ ունի հնազանդություն օրթոդոքս կանոններին առաքելական աղքատություն եւ կուսակրոնություն ոչ թե դու ամուսնանում ես ու սկսում ես երեխաներ ցինել եւ ժամանակ էլ չունես պահելու իրենց այլ ամուսնացար երեխաներ ունեցար ձեռնադրվել ես այլես պիտի չմոտենաս քո կնոջը դու չես կարող սեքսի մեջ լինել եւ հասկանալ աստվածային ճշմարտությունները բացառված է դա դու մոտենում ես կնոջը որքանով մոտեցար այնքանով կորցրիր Աստծո մոտիկությունը նաև ինչու է այդպես չգիտեմ ինչու է այդպես դա վերաբերում է նաև մեզ կանանց երեխաներ բերեցիր հանում ինչպես էր վերջացրիք ձեր գործը ամուսնացեք ով է ասում մի ամուսնացեք բայց ահա բերեցիր 5-6 երեխա որից հետո արդեն իրար չեք մոտենում որովհետև նախ դա սարսափելի էներգիա է որ դու կորցնում ես եւ տղամարդը եւ կինը եւ դա ինչպես թե կրակի վրա միշտ յուղ լցնել է բայց երբ որ հաղթահարում ես այդ զգացումը բնական դու դառնում ես հրեշտակ ինչպես եւ Օգոստինոսն է ասում ես չեմ հասկանում ինչպես ենք մենք կապված աշխարհային այս բաների հետ եթե այդ ամեն ինչի էությունը չար է անբռնազբոս կրքերի ուտել լինի դա մարդկանց հարստությանը նայելը լինի դա թե սեքսը լինի դա եթե մենք չենք աշխատում ամեն վարքյան սա սպանելու այս գասումները մենք մնում ենք կիսատ մարդ դրա համար այդքան վախենում են մահից հայերը որտեղ իրենք հոգևոր չեն երբեք իրենք չեն տեսնում արդեն տարածությունը բաց իրենք տեսնում են միայն մեկ այս տարածաչափությունը եւ ամեն ինչ կապված այստեղ եւ մահը նշանակում է վերջ այս տարածաչափություն անգամ գիտնականներն են ասում որ կան շատ ուրիշ տարածաչափություններ եւ իսկապես անցյալ օրը մի ուրիշ մեկնաբան պատմում էր թե ինչպես է կազմված 9 երկինքը ես գիտեմ որ Օրեգոնը դրա համար էքսկոմունիկատվեց մենք չենք կարող դա իմանալ բայց ես հասկացա որ այնտեղ այնքան իրապես բաներ կան որ մենք չգիտենք եւ ասիրներս տեսանելի անտեսանելի մասին պետք է խորհրդածենք այնքանով որքանով մեզ տրված է հասկանալ Աստվածաշնչը եւ Քրիստոսի վկայությամբ բայց մնացածը թողնենք Աստծուն ահա շնորհակալություն ենք ասում ամեն ինչի համար եւ նաեւ հիշենք որ ամեն մի ցավ ամեն մի հիվանդություն ամեն մի զրկանք նվեր է Աստծուց մանդակունին կարդում է եւ ապշում ու փշաքաղվում մահացավ քո երեխան ասա փառք Աստծո ուրեմն եթե նա ապրեր դառնալու էր հրեշ կարդ ես ապրում քեզ ասել եմ որ պիտի մահանաս ասա փառք ես Տեր Աստված ուրեմն դա ինչ էր ինձ սպասում որտեվ այս ամեն ինչը գալիս է Աստծո մեծագույն գթասրտությունից սիրելիներս մանդակունի անպայման կարդացեք որովհետև այնպիսի բաներ է ասում գիտեք ինչ պարզ է ասում նույն բանը կարող է Ակվինացին ասի 1000 էջի մեջ ես ինքս օրինակ դժվարանում եմ կարդալ իմ աղջիկս էքսպերտ է Ակվինացու եթե հարց լինում ես իրեն ասում եմ ինքս բացատրում եմ բայց ահա մանդակոնին ամենապարզագույն լեզվով մեզ բացատրում է եւ նորից եմ ասում գրափար տեքստերը նաեւ շնորհալ են ինչպես ես տեսա խոպան են խճուղված են սխալ են տրամաբանությունը երբեմն չի աշխատում ֆորմատով իհարկե շնորհալու դեպքը դա չէ ինչ որ մանդակոնու դեպքն է հաջողապատման դեպքում չկար այնտեղ չարափառություն պարզապես լեզուն շատ խրթին էր Փառք Աստծո սիրելիներս ինչ եմ ուզում ասել աշխատեք նրանք ովքեր գիտեն լեզուներ թարգմանեք ներկայացրեք աշխարհին ով եք դուք եւ ձեր ժողովրդին հայագիտություն չկա աստվածաբանություն չկա կամ միայն իրար հայհոյել եւ ես
չեմ հիշում, անգամ սովետի ժամանակ ես չեմ հիշում այդպիսի բան։ Մարդիկ համեստ էին, մարդիկ երբեք չէին ձգտում ինչ որ հարստությունների։ Ինչ է հարստությունը։ Գիտեք ինչ, ես ընդհանրապես չեմ նայում ոչ մի հաղորդում, բայց կայս FBI ֆայլերը, շատ հետաքրքիր է forensic անալիզներ ինչպես են աշխատում DNA-ի վանի վրա, շատ հետաքրքիր է։ Եվ հիմնականում այս սպանությունները լինում են մինիմատորերի տներում, որպես կանոն։ Եվ մնում են ապշոց, որ ի վերջո փող հավասար է ագահություն, ագահություն հավասար է մարդասպանություն, եւ սա վաղ թե ուշ լինում է։ Եվ որքան երջանիկ ես, երբ որ դու հասարակ ես, եւ այդպիսի Հոլիվուդի աստղեր շատ կան, որ գնում են մետրոյում կամ փողոցում նստում են հոմլեսների կողքին։ Դու հասարակ մարդ ես եւ հասարակ մարդու կարիքներն ու հոգեբանությունը ճանաչում ես, որտեղ որտեղից գտնես միլիոնադեր այս շատ հազվադեպ այդպիսի մարդկանց եւ նրանք բոլոր կեղծ են։ Չգնանք այդտեղ։ Սուտ քրիստոնյաներ, եթե անգամ փողավոր են, չգիտես տակ ինչեր կա եւ այնպես խողարկված, որովհետեւ դրանք հիմնականում մտավորական մարդիկ են։ Մենք պետք է սովորենք ապրել սիմվոլ, այսինքն պարզ նշանակում է աղքատասեր հոգով աղքատ, եւ մենք պետք է ամեն վարքյան սովորենք մեր կրոնը, ամեն վարքյան, եւ ով է աշխատում մեզ հետ, որպեսզի մենք սովորենք մեր կրոնը, Աստված աշխատում է մեզ հետ դժվարություններ բերելով։ Սա մենք հեթանոսներ չենք, որ քայլենք, գիտեք չէ, իշխանուհիները կային, որ պետք քայլեն վարդի թերթերի վրայով, ոչ, մեզ տրված է փշի թերթերը, փշի հատիկները, եւ այդ մեր տարապանքները մենք նվիրում ենք Քրիստոսին եւ սրբանում ենք նրա խաչի վրա, ուրիշ ճանապարհ չկա։ Եվ նա որ կարծում է բողոքականների նման որ կա ուրիշ ճանապարհ, նա տեղը դժոխքում է, նրանց մասին ասում են, նա ով որ կարծում է որ ունի, բայց չունի իրականում, նրա կարծած ունեցածն էլ պիտի վերցվի։